է լինեք քաղաքակիրթ, մոտենալ լրագրողները պետք է մոտենալ։ Դուք եք ինձ ատում, Ձեր հաղորդումները։ Ես կապեր ունեմ դրսում եկեղեցիների հետ, օգնություններ եմ ստանում։ Ինչու պետք է ասեմ ձեզ, իմ գաղտնիքը, ինչու պետք է ասեմ ձեզ։ Իհարկե։ Իսկ որ ասում եք այդպես, ասում եմ Հայաստանը, որ ասեցի բանը լրագրողների անմակարդակ վերաբերմունքը, որից մեջն է մտնում Հայաստանը, քանի երկրներից։ Այդ դա է վիրավորանքը։ Իսկ ես ուզում եմ, որ մեր լրագրողներն էլ, բոլորն էլ կներեք, ես ուզում եմ, որ մեր լրագրողներն էլ, բոլորն էլ ուզում են, որ այս երկիրը լինի քաղաքակիրթ երկիր, դա ինք ուզում եք։ Ինչպես եք պատկերացնում լինի քաղաքակիրթ այս ձևով։ Ինչ է ձևը, ինչ է ձևը։ Չեք տեսնում։ Ինչ է։ Ես դες հարց եմ տալիս, դու ասում Բա ինչ անե, բա ջղայնացած ենք, բոլորս են դերվային վիճակի մեջ ենք ցե։ Բա այս երկիրը սարքել են քաոս։ Ներվայնացնում ժողովրդին։ Ով։ Ձեր նախկիներ ղեկավարները։ Ինչ եք ուզում լինի այդ իշխանությունը։ Ամբողջ Հայաստան տեսօր ինչ ունենք մենք։ Ժողովուրդ ինչ ունենք։ Ամբողջ Հայաստանը տվել է ռուսին, մոլիբդենը ումն է, գազը ումն է, էլեկտրացածը ումն է։ Ամբողջ Հայաստանը Ռոբերտ Քոչարյանին է, ումն է։ Հələ եկեք մարզերում գնացեք։ Ինչքան խողեր կան, բոլորը հանրապետականի սեփականությունն է եղել դա։ Բոլորի կամաց այդ ասել ենք ոչ է ես ինչի իհար ես չեմ ունեցել բայց դիմում եմ գրել հանդիպում ունեմ ինքը խոստացել է ինչի բայց ամենայն ինչի հետաքրում ձեր համար նորմալ ներողություն ինչի հետաքրում քաղաքացիական պայմանագրի կուսակցության մեջ չկա որ մտել են կեղծ քանդելու համար լիքն են գիտեմ ես որ հանդիպեմ կասեմ շատ բան ունեմ ասելու Շատ բաներ ունեմ ասում, ես ինֆորմացիաներ ունեմ, չեմ ասի հիմա։ Տարվա ընթացքում ոչ մի անգամ չեք հանդիպել Նիկոլ Փաշինյանը։ Այդ ո՞նց եք ուզում հանդիպեինք։ Այդքան հեշտ է այս երկրի վիճակ լինելուց։ Այդքան հեշտ եք պատկերացնում։ Հա, այսինքն դժվար է իր հետ հանդիպելը։ Ես չգիտեմ։ Այստեղ եկել եք իր հետ հանդիպելու համար։ Չէ։ Ես այստեղ եկել եմ իմ կամքով։ Իմ կամքով եմ եկել ես։ Չէ, որովհետև գրել են արդեն անցած բանի ժամանակ 50,000 ինձ գումար են տվել, չգիտեմ ինչեր են արել, ամենավերջը խոսքերն են ասել, գրել են։ Ուզում եք ես կուղարկեմ ձեզ։ Բա ինչ են այդպես կասկածել, այնա թիվն է գրել։ Դե որտեղ մենք քոչոյական չենք դրա համար, սերժական չենք դրա համար, մենք դրանց կողմնակից չենք։ Բարձեք ուզում, դուք լավ գիտեք դա։ Ես նիկոլական չեմ։ Ես վարչապետի կողքին եմ լինելու, ես նիկոլական չեմ։ Ոչ է քաղաքացիական պայմանագրի կուսակցական։ Ոչ։ Ես վարչապետ, իհարկե, ինչու՞ չէ։ Մենք ուզում ենք Քոչարյանի Սերժից ազատվենք։ Այս ժողովուրդը հոգնել է։ Սերժը թուրք, Քոչարյանը թուրք։ Եղավ։ Ինչ որ ասելիք։ Ժողովուրդ ջան, չէ, բայց ամենայն հարգանքով էլի։ Այ ես երբ որ մի այլ ալիքով եթեր կգնամ, ես կներկայացնեմ։ Ժողովուրդ Օրինակ Facebook-ով ուղիղ եթեր ինչի չեք մտնում։ Ես մտել եմ մի անգամ իմ բարեգործական գործերով, իմ ճանաչած բժիշկներով, մեր Հայաստանի հետ կապված բարեգործական գործերով եթերներ եմ դուրս եկել, իհարկե։ Նիկոլ Փաշինյանը չկար այստեղ, դուք կգայիք պատարակի։ Հա, ինչու՞ չէ։ Մտել եմ դուրս եմ եկել։ Դուք որտեղից գիտեք որ չեք։ Մի րոպե։ Ես սկսվեց դրա համար եմ հարցրել։ Լիքն է, տեղ չկա։ Որտե ոնց մտնենք, տեղ չկա։ Չէ, ես չեմ ուզում խոսել։ Համենայն դեպս ես ձեզ լրագրողներին եմ ասում։ Բոլորին ես ուզում եմ, որ այս երկիրը նորմալ։ Ես գիտեմ լրագրողներին ովքեր են։ Շատ բան գիտեմ, չեմ ուզում ասել։ Բոլորի մասին։ Ինչու՞ չէ, ճանաչում ենք բոլորը, ինչու՞ չէ։ Ես ասեցի, Ինչ որ ճանաչում եք եւ Ձեզ ուզում են շատ բաներ կա, հիմա պարտադիր չի որ մենք արտահայտվենք այս պահին։ Ձեզ ուզում են շատ խոսացնեն, որ մի բառ գտնեն, որ Ես գիտեմ, հեսա սկսելուց սխալ բաներ գրեք։ Դուք արհամար եք, Հիմա դուք սկսելու եք, արհամար եք դուք իրան։ Դուք եք խանգարում, այ բոլորին դուք եք խանգարում, ես 5 հոգով խանգարում եք բոլորին։ Այո, ճիշտ է։ Տեղ չկա, ինչ տարբերություն, տեղ չկա։ Ժաններով խոսում եք համար։ Ով ասեց, իրական։ ծնող բան զոհվածի մորը Այս ժողովուրդը չէ։ Ալեք ո՞վ է նորմալ համարում որ զոհվածի մորը ու որդեն գնա Հա, ձայնագրությունը։ Ճիշտ ձայնագրություն։ Որ բանին աղան աբեղային ասում են որ մայրիկիդ վերցրու գնա միտինգ
Նիկոլի դեմ ինքն էլ ասում է ես ոչ նիկոլական եմ, ոչ էլ իմ մայրը, երեխեք ինչ որ մեկից երեխուն տակություն է ունենում, ամբողջ գիշեր դողդողում են չեն քնում։ Երիտասարդ ով է գրում։ Դուք տեսել եք հիմա մայրոտորում գրում։ Դուք եք խեղաթուրում, ինչի եք ուղղաթուրում։ Ինքը ասել է որպես եկեղեցի եք այդ բառերը խեղաթուրում եք ժողովուրդ։ Որովհետեւ Դու էլ սպասեք։ Արջևում կլինի։ Հարաբերեն ասում են նշանակել գրոհը երբ է լինելու, ասեցիք արջևում կլինի։ Ժողովուրդ ջան, լավ է լինելու։ Ճշմարտությունը հարգելու է։ Աստված պահապան որ։ Բայց ասել են գրոհի մասին։ Ես հենց առաջինը կլինի, եթե գրող լինի։ Ավելի լավ է մեջքով շուր արեք։ Համարեք իրանց։ Այսպես մեջքով։ Գրեցին բադա։ Քիչը գրեցին երիտասարդին ինչ հայոյանքներ տալով գնացին, ինչան լինի։ Ոչ թե Կիրիլի հավգիտներից կախվեք, հերիկը, ամոթը, սիրեք ձեր հայրենիքը, սիրեք Հայաստանը, ոչ թե ռուսերի։ Հիմա սա կջնջեն կպահեն մի Ինչ բարում, բա ձեր բառապաշարը ինչը, դուք հայ եք։ Դուք ձեզ քրիստոնյա եք համարում։ Ամոթ Դուք ձեզ մաքուր քրիստոնյա եք համարում։ Եկեղեցի գնում եք դուք։ Եկեղեցի գնում եք, չեք գնում։ Ամբողջ օրը ես ձեզ գիտեմ ձեր այդ լրատվականների, այս շատ բան գիտեմ, չեմ ուզում ասել։ Վճարված բաներ լավ վարձատրում են, այդ գիտեն, ամբողջ աշխարհը գիտի։ Հիմա ես կապիր ունեմ Եվրոպաներում, սփյուռքահայ ընկերներ ունեմ, բոլորը տեսնում են, ստեղ ինչ ակատում, ամոթ է դա, հասկանում եք, խայտարակել եք դուք։ Ինչի՞ չէ, բացես ջան։ Իմ մասին ես ձեր գրպանը գալիս է։ Իմ հայրը սեղել է նախկինում Կարենտեվյան ազգային ժողովի պատգամավոր։ Ես ես մեղքանում եմ։ Մամա ունեմ։ Ես այդպես անդիմադիրներին ամաչում եմ։ Երբեք իմ մորս նման չեն։ Այո, ազգային ժողովի պատգամավորը Կարենտեվյան Լուսիա Հովանեսյան։ Բոլորն են ճանաչում, միջև հիմա էլ հարգում են, հպարտ եմ իմ մայրիկով։ Այդքան բան ձեզ։ Իսկ ես ձեր այս ընդդիմության լրագրողներին նայում եք խայտարա ամբողջը կայքան խոսում ես այ կնիկ վայ Երիկը։ Ինչպես։ Բայց դուք եք տեսախցիկների առաջ։ Արժանի չեն։ Ասես ընդհանրապես մենք սկզբում հարց չենք տալի դուք եկան։ Հələ ուտայի։ Թե չէ ես պետք է պատասխանեի ձեր հիմար հարցերին պետք է պատասխանեի։ Եկել եք արդեն ձեր բանով որ այստեղ նայեք մարդ որսակ որ ասել են որ գար։ Չեմ լարվում, դուք ով եք որ ես էլ լարվեմ ձեզ։ Օրինակ որ Ուզում են մի բար խլեն ձեզանից, որ մի ասեք, արհամարեք այսպես մեջքով։ Ճիշտ է։ հիմա դուք էլ մեր հարցերին չեք պատասխանում։ Մեջքով։ Բայց դուք եկեղեցու բակում եք ու եկեղեցուն եք։ Մենք ձեզ մեջքով ենք կանգնում, որ արհամարում ենք։ Դուք եկեղեցուն եք մեջքով կանգնում։ Դա ձեզ չի վերաբերվում, մենք ոնց ենք կանգնում։ Այո, Ձեզ ենք արհամարում։ Առովեր Քոչարյանի Սերժա չեք ասում, այս երկիրը չեք այսքան թալանել, չեք ասում։ Ավեսի նորությունն օրվան ասել։ Դուք էլ թեքվեք, ասում են մեզ արհամարում են։ Ինչ ա եղել։ Ո՞վ է մեղավոր էդի։ Ո՞վ է մեղավոր։ Գնաս Քոչարյանը քեզ լավ կվարձատրի։ Եղավ։ Սրաստա հլենայի բանկերին ինչ ա Նիկոլ Փաշինյանը մեղավոր որ բանկերի պարկ եք։ Ես պարկ չեմ։ Մայրիկ ջան, ասում ա որ հնչեցնում եք, ասում եք փողով են եկել, այդպես չի։ Յա, լուրջ եք ասում, լուրջ եք ասում։ Լավ էլի։ Ես քեզ լավ գիտեմ, Անի։ Ես ուզում եմ Անի։ Անի։ Ես կներես, ես քեզ լավ եմ ճանաչում, Անի։ Ես ձեզ արդեն Կիրակի օրվանից լավ Լավ եմ անում, ճիշտ եմ ասում։ Ես ուզում եմ որ այս երկիրը նորմալ երկիր դառնա։ Դուք եք քանդում բոլորը։ Քոչարյանի հետ միասին։ Ես Քոչարյանի ծրագրերից էլ գիտեմ, այնքան բան գիտեմ։ Լուրջ եք ասում։ Դե կարող անձամբ չի ճանաչում, իրան փողն հենց գալիս է։ Ուղղակի ես խղճում եմ ձեզ, կներեք, շատ մեղք եք դուք։ Խղճում եմ ես ձեզ, մեղք եք, մի կործանվեք։ Մի ուղի ցույց կտակ չկործանվելու համար։ Ինչո՞։ Շատ։ Ես հայրենասեր եմ։ Ես 2009 թվականից կազմակերպությունս ունեցել եմ։ Ամբողջ մարզն է գիտի։ Մի րոպե հելա։ Լսեք։ Ես ինքս ժողովուրդ, ես ինքս լսում եք։ Ես 7000 մետր հող եմ մշակում։ Հողերից կեսը գնում է հաշվանդամների վրա։ Սաղ գիտեն դա։ Ոչ մեկը չի անի, բայց ես արել եմ։ Դրսում Սփյուռքի հետ է կապեր ունեմ ու արել եմ։ Եղավ, խիղճս հանգիստ է որ արել եմ։ Բայց փող չեմ թա։
Շատ Շվեդիայից եմ օգնություն ստացել, Ամերիկայից եմ ստանում, Ֆրանսիայից փոլն եկել էր, շնորհակալ եմ փոլից Կարմիր խաչից օգնել ա, քիչ է, հիմա ծրագրեր եմ ուղարկել, այդ մի քանի երկիր ուղարկել են ծրագրերի, իմ ծրագիրը տեսել են աշխատանքները, որպեսզի գնահատեն ու ես ինչ-որ ծրագիր շահեմ։ Փաշինյանը տեսել ա ձեր Ինձ պետք չի Փաշինյանը, պրիչոմ ստեղ Փաշինյանը, ժողովուրդ ջան, ինչ կապ ունի, ես աշխատում եմ մեր ժողովրդի համար։